Պարոն Հովհաննիսյան, ընդհանրապես պետությունները գնում են տնտեսական զարգացման, ներդրումներ են բերում երկիր, տնտեսական ակտիվություն են ապահովում եւ այդպես կազմվում է պետական բյուջեն, ներողություն իրականացվում են բյուջեով նախատեսված միջոցառումները։ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն պետական պարտք է ավելացնում, որպեսզի թոշակներ տա, աշխատավարձեր տա, այսպես պետությունը կարող է զարգանալ, ձեր տեսլականը որն, այսինքն մինչև երբ Հայաստանը կարող է պետական պարտք ավելացնել ու ոչ թե դրանք ուղղել, ասենք, բիզնեսի զարգացմանը կամ, չգիտեմ, տնտեսության զարգացմանը, այլ ուղղակի աշխատավարձեր ու թոշակներ տալ։ Դե, սենց ասեմ, ձեր տեղեկությունները սխալ են եւ ձեր հարցը ինքը կամ դուք տեղյակ չեք, կամ դուք ուզում եք ապակողմնորոշեք մարդկանց։ Իրականում Հայաստանը երբեք պարտք չի վերցնում թոշակ եւ աշխատավարձ տալու համար, որովհետեւ մեր բյուջեի կանոններն են այդպիսին։ Այսինքն մենք կարող ենք պարտք վերցնել, եթե մեր պարտքը անցնում է 40%-ից, իսկ մեր պարտքը վերջին տարիներին 40%-ից վերև է, դա նշանակում է, որ մենք իրավունք չունենք պարտք վերցնել որևէ ոչ թե թոշակ եւ աշխատավարձ, այլ որևէ տեսակի ընթացիկ ծախս անելու համար։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կապիտալ ծախսերի մակարդակը պետք է ավելի բարձր լինի, քան պարտքի կամ դեֆիցիտի մակարդակը։ Հետևաբար նշանակում է, որ մենք պարտք ենք վերցնում, որպեսզի իրականացնենք այդ կապիտալ ծրագրերը։ Ճիշտ է, այդ ամեն ինչը լցվում է մի ընդհանուր կասայի մեջ, հա։ Մենք ունենք ընդհանուր ծախսեր եւ ընդհանուր եկամուտներ եւ վերցվող պարտք, բայց կանոնը այնպիսին է, որ դեֆիցիտը չի կարող ավելին լինել, քան մեր կապիտալ ծախսերը, որը պլանավորված է բյուջեով։ Եվ հետևաբար ձեր ենթադրությունը, որ մենք վերցնում ենք պարտք, որպեսզի աշխատավարձ եւ թոշակ տանք, ճիշտ չի։